Երևանում այս Եվրո էքստազի շոուն հասավ իր գագաթնակետի, այս խմբի ողորմելի ներկայացուցիչները, որոնք մեզ տարան պարտության, կապիտուլյացիայի, Արցախը հանձնեցին, Մեղրին հանձնեցին, պարծենում են, տեսեք ինչքան մարդ ենք բերել Երևան, այսինքն 16 տարեկան դպրոցականի մտածելակերպ, տեսեք ես ինչ հայտնի մարդ եմ, տեսեք ինչ շրջապատ ունեմ, Եվրո շուխուր ստեղծեցին Երևանում և դրանով պարծենում են իրենք և իրենց աղանդի անդամները։ Հիմա առաջին այս մարդիկ ձեզ համար չեն եկել Հայաստան, այս մարդիկ եկել են Զելենսկիի համար և ամենակարևոր հարցերը, որոնք նրանք քննարկել են, եղել է հենց Ուկրաինայի պատերազմը, Զելենսկուն տրամադրվող օգնությունը և Եվրոպայի պայքարը Ռուսաստանի հետ։ Երկրորդը, նրանք եկել են հենց նրա համար, որ դուք համաձայնվեցիք դառնալ գործիք Ռուսաստանի դեմ, ձեզ համար չեն եկել, եկել է նրա համար, որ Հայաստանը օգտագործեն Ռուսաստանի դեմ, ռուսներին դուրս հանեն, դա է նրանց նպատակը, և դա բացեի բաց ասեց այն 11% ռեյտինգ ունեցող ղեկավարը Ֆրանսիայի, որ ասեց ես 8 տարի առաջ չէի գա, որովհետև դուք Ռուսաստանի դաշնակից էիք, իսկ հիմա որ դուք Ռուսաստանի դաշնակից չեք ուզում դառնալ, ես կգամ։ Այսինքն դուք ինձ պետք եք այն ժամանակ, երբ որ դուք ուզում եք Ռուսաստանի հետ վատ հարաբերություններ ունենալ, երբ որ ես կարող եմ ձեզ օգտագործել ռուսների դեմ, այն ժամանակ ես կգամ։ Իսկ Հայաստանին պետք եղած պահին, երբ 20 թվականին մենք պարտվում էինք, մեր տղաներին սպանում էին Իսրայելի և Թուրքիայի դրոններով և ամբողջ աշխարհը նայում էր, ներառյալ մեր դաշնակիցներին ցավոք սրտի, և երբ մեր տղաների դեմ հանդես եկավ Թուրքիան, Ադրբեջանը, անգամ ասում են Պակիստանի հատուկ ջոկատայինները և Սիրիայից բերած տերորիստները, դա պատճառ չդառավ, որ մեր սիրելի Ֆրանսիայի ղեկավարը գա Հայաստան և մեզ աջակցի։ Այն ժամանակ, երբ որ մենք իրա կարիքը ունեինք, մենք իրան պետք չէինք։ Մենք իրանց պետք ենք այն ժամանակ, որ մենք համաձայնվում ենք Ռուսաստանի հետ կռիվ տալ, Ռուսաստանի թշնամի դառնալ։ Էլ չխոսանք հետևանքների մասին, շատ անգամ խոսել ենք մեզ։ 2 թշնամի քիչ էր, հիմա 3 թշնամի կունենանք։ Եթե Հայաստանում Ադոլֆ Հիտլերը լիներ իշխանության ղեկավար եւ նա համաձայնվեր Ռուսաստանի դեմ պայքարել, նրանք հանգիստ կգային Հայաստան, դե կասեին դե մի քիչ չափազանցնում եք, 6 միլիոն հրյա չէր, ասենք թիվը ավելի փոքր էր, դե հիմա նա մեզ պետք է։ Ինչպես ասեց Չերչիլը, դե իհարկե հզոր մի մարդ էր, պատմական գործիչ բրիտանական դիվանագիտության վարպետ, նա ասում էր. եթե Հիտլերը ներխուժի դժոխք, ես պարլամենտում հանդես կգամ մի ճառով, որտեղ գոնե դրական ձևով կխոսեմ սատանայի մասին։